Են մանկետի սիրելի ունկնդիրներ, բարևր, այսօր ես սքանչելի հյուր ունեմ, ում անպարագից սիրում եմ, և ում անպարագից սիրում են համարյա թե բոլորը, ովքեր պատիվ են ունեցել նրան ճանաչելու, Ռոմիկ Մխիթարյան, բարի գալուստ։ Հարց ես։ Պարոն Մխիթարյան, ես ուզում եմ մենք այսօր ոչ այնքան քաղաքական զրույց ունենանք, որքան գուցե այս կյանքի մասին։ Վազգեն Սարգսյանը ասում էր պատմությունը մեր ոտնահետքերով չպետք է ավարտվի։ Պատմությունը չի ավարտվում, բայց որտեղ են այսօր մեր ոտնահետքերը։ Փառք Աստծո, որ պատմությունը չի ավարտվում մեր ոտնահետքերով եւ չի ավարտվում եռաբլուրով։ Մեր ոտնահետքերը ես ավելին կասեի, որ դեպի ապագան ինչին որ ձգտել ենք մենք եւ սպարապետի հետ եւ սպարապետից հետո եւ ես համոզված եմ, որ չի ընդհատվելու այդ ոտնահետքերը, հաստատ չի ընդհատվելու, դա ճանապարհ է, որը որ քանի մենք շնչում ենք, մենք պարտավոր ենք այդ ճանապարհը հարթենք մեր ապագա սերունդների համար։ 1994-ից 1999 Վազգեն Սարգսյանի ցանկացած հրապարակային ելույթ վերցրեք եւ պարտադիր գնում է ժողովուրդ, պատերազմը չի ավարտվել ռեֆրենը։ Ինչ եղավ մեզ, որ հոկտեմբերի 27-ից հետո մենք մոռացանք, որ պատերազմը չի ավարտվել։ Հենց ինքը հոկտեմբերի 27-ը գլխի վայր շուռ տվեց մեր ամեն ինչը, մեր պատմությունը, մեր անցած ճանապարհը, որտեվ այն մարդիկ, որոնք որ պետք է մնային սպարապետի կողքին եւ այդ գաղափարը շարունակեն, շատ մարդիկ շեղվեցին, գնացին ավելի նյութական արժեքների հետևից, ցավոք սրտի։ Այն մարդիկ, որոնք պարտավոր էին կրել մինչև վերջ սպարապետի գաղափարները։ Իրոք մեր բանակը հզոր էր եւ մենք այդ հզորությամբ կարող ենք բերել հասցնել այն ավարտին պատերազմի։ Ինչ եղավ։ Եկան իշխանության մարդիկ հոկտեմբերի 27-ից հետո զավթեցին իշխանությունը մարդիկ, որոնք որ բառից բուն իմաստով կերան մեր պետությունը, կերան մեր բանակը, կերան մեր հաղթանակները եւ բերեցին, հասցրեցին 16 թվականին, հետո 20 թվականին մեր այս դաժան իրավիճակին։ Եվ փառք Աստծո, էլի մենք կարողացանք իրավիճակից դուրս գալ կորուստներով, մեծ կորուստներով, եւ մարդկային կորուստներով, եւ իհարկե տարածքային կորուստներով։ Դուք մի քիչ կանխեցիք իմ հարցը, ես ուզում էի շեշտել այն հանգամանքը, որ 1999-ի տվյալներով Հայաստանի ազգային բանակը ամենամարտունակն էր տարածաշրջանում, ամենազինվածն էր տարածաշրջանում, թերևս ամենահպարտն էր տարածաշրջանում։ Հետո ինչ բանակ մենք այսօր ունենք։ Արդյոք այդ բանակի ողնաշարը 2020-ը ջարդեց, թե այնուամենայնիվ հայ զինվորը պարտվելու, երբևէ պարտվելու պատրաստ չի, անգամ պարտության դեպքում հայ զինվորը կարողանում է հաղթած դուրս գալ, պարտվում է տնտեսությունը, պարտվում է պետությունը, բայց զինվորը չի պարտվում։ Ամբողջությամբ համաձայն եմ, իրոք 99 թվա մինչև հոկտեմբերի 27-ը մենք իրոք ունեինք տարածաշրջանում ամենահզոր բանակը, ամենասպառազինված բանակը եւ բանակ, որը պատրաստ էր ցանկացած մարտական առաջադրանք կատարելու, բանակ, որը ուներ սպարապետ։ Երևի թե ամենակարևորը դա էր։ Բանակը ուներ Վազգեն Սարգսյան, որը որ
իրեն նվիրած ջիպը կարողանում էր փոխանակել տանկերի հետ, իսկ ցավոք սրտի իրենից հետո տանկերն էին փոխանակում ջիպերի հետ։ Սա բերեց այս ամեն ինչին, իսկ 20 թվականը մեր զինվորի ողնաշարը չկոտրեց ոչ։ Մեր զինվորը, ես միշտ եմ դա ասում, մեր զինվորը հաղթող է դուրս եկել։ Մեր զինվորը եկեք ճիշտը նայենք էլի իրականությունը որն էր, ում դեմ եւ ինչ քանակությամբ հակառակորդի դեմ էր կռվում։ Այն մենք միշտ չէ մեր պատմություններով 1000-ի դեմ, այո 1000-ի դեմ կռվում էր մեր զինվորը ու կռվում էր արիաբար, կռվում էր մինչև վերջի կաթիլ արյունը։ Եվ մեր զինվորը իր արժանապատվությունը պահեց մինչև վերջ։ Թեկուզ այո պետության կամ տնտեսության պարտությամբ, բայց զինվորը մնաց կանգուն։ Մեր բանակը այսօր փառքասու օրը օրին է ոտքի կանգնում, ոտքի կանգնած է արդեն։ Մենք ունենք այսօր արդեն ժամանակակից մոտեցումներ, արդիական վերջի սերնդի սպառազինությամբ, վերջի սերնդի ամեն ինչով։ Իհարկե դեռ անելիքներ շատ կան, բայց բանակը հզորանում է, բանակը դեռ տեսնելու ենք այդ բանակի հաղթանակները։ Մենք կարող ենք այսօր արձանագրել, որ համենայնդեպս Հայաստանի Հանրապետության բանակը այլևս չի պատրաստվում նախորդ սերնդի պատերազմում հաղթելուն, ինչպես դա եղավ 2020-ին, որովհետև տեսեք մեր դիմաց դուք ինքներդ նոր նշեցիք, թե ովքեր էին կռվում, ինչ մարտավարությամբ էր կռվում, Ադրբեջանի բանակ կոչեցյալը, որտեղ երևի թե ադրբեջանցիները ոչ էլ ամանատար էին, ոչ էլ ըստ էության գետնի վրա կռվող էին։ Այո։ Մենք կռվում էինք ՆԱՏՕ-ի բանակի դեմ, ըստ էության։ Այո։ Թեպետ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չէր, բայց պատերազմի ընթացքում Ադրբեջանի բանակի հրամանատարները Թուրքիայի ներկայացուցիչներն էին, ես գաղտնիքներ այստեղ չեմ հրապարակում, հանրահայտ փաստեր են, թե շտաբի պետը, թե բոլոր ռազմական գործողություններ ծրագրողները, նրանց կողմից մեր դեմ կռվում էին թե մոջահեդներ, թե Պակիստանից, թե Սիրիայից, թե Պակիստանից, թե Սիրիայից, թե Թուրքիայից, գուցե նաև չճշտված թե ճշտված տվյալներով, եւ ամենագլխավորը մենք կռվում էինք 5-րդ սերնդի պատերազմի զինատեսակների դեմ։ Ինչ պիտի անեինք, ասենք մենք այդ ԱՏՍ-ների դեմ, մեր կալաշնիկովներով, եթե չասեմ ավելի հիմա Հայաստանի Հանրապետության ազգային բանակում այդ ռազմարվեստի փոփոխության անհրաժեշտության գիտակցությունը ձեր գնահատականով կա, որովհետև ամբողջ աշխարհում տեղի ունեցող պատերազմները այլևս միտված են 6-րդ սերնդի պատերազմների։ Հիմա ընդհանրապես այդ խրամատային պատերազմները, չգիտեմ, շարային պատրաստվածությունը բանակում եւ այլն, կարծես թե 64-րդական պլան է մղում, որովհետև շատ ավելի հաճախ բանակի ամենածանր հատվածները մարդիկ չեն կռվում, դրոններն են կռվում, ռոբոտացված համակարգերն են կռվում։ Մենք դրան պատրաստ ենք, մենք այդ գիտակցության անհրաժեշտության գիտակցությունը ունենք, եկել ենք այդ գիտակցության, որ հայ զինվորը շատ թանկ արյուն ունի, որպեսզի հերթական պատերազմում նրան դնեն զոհասեղանին այն պարագայում, երբ նույն այդ գինը վճարելով մենք կարող ենք խնդիրները լուծել։ Կարճ ասած, մենք գնում ենք դեպի պրոֆեսիոնալ բանակ, որ ասենք առաջարկում է Հանրապետություն կուսակցությունը։ Նախ ասեմ, որ բավականին բարեփոխումներ կատարվում են բանակում, բավականին։ Թե սպառազինության առումով, թե մարտավարության առումով, այո, մենք էլ ենք արդեն գնում դեպի ժամանակակից պատերազմը վարելու մարտավարությունը տիրապետելու։ Ինչ վերաբերում է տեմպերին, այն ինչ որ մենք ենք ուզում,
ցավոք սրտի։ Դե միշտ մենք ուզում ենք ամեն ինչ եւ շատ արագ։ Մենք շատ արագ լինի, բայց դա էլ երևի ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները, բայց ամեն դեպքում շատ ողջունելի է, որ այսօր եւ մոտեցումներն են փոխվել եւ տեխնոլոգիաներն են փոխվել, մենք այսօր եւ արհեստական բանականությանն ենք արդեն օգտագործում, այո, նոր տեխնոլոգիաներ, այդ նույն ռոբոտները, նույն այդ բավականին ունի բանակը, բավականին ունի եւ ամենակարևորը, որ դա ունենալը շատ քիչ է, դրա մասնագետներն էլ պետք է պատրաստվեն եւ մեր զինվորականները այսօր տարբեր երկրներում անցնում են այդ կուրսերը, այդ ուսուցումը անցնում են եւ գալիս են արդեն իրենք էլ են վերապատրաստում, այստեղ արդեն պատրաստի զորակոչված զինվորներին կամ պայմանագրային զինվորներին, ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ բանակին, այո, տեղել է քայլեր արվում, եւ հիմա տեսնում ենք նույնիսկ այն ինչ որ մենք միշտ ասել ենք, չէ, հանդերձանքից սկսած, որտեղ դա շատ կարեւոր է, որ զինվորը իրան կոմֆորտի մեջ զգա։ Կոշիկներից սկսած մինչև ուսապարկը, մինչև սաղավարտը, ամեն ինչը պիտի կոմֆորտի մեջ լինի։ Եվ այսօր այդ պայմաններն էլ է ստեղծվում, բայց դեռ բավականին հեռու ենք պրոֆեսիոնալ բանակից, այն բանակից, ինչ որ մենք ենք ուզում, ինչ որ մենք ենք անընդհատ ասել, ու շատ արագ է պետք, այդտեղ դանդաղկոտություն չի կարելի դրսևորել, շատ արագ է պետք այդ ամեն ինչ անել, վերազինել մեր բանակը, վերազինել եւ ֆիզիկապես եւ ամենակարևորը գաղափարապես, որպեսզի գանք հասնենք այն օրվան, երբ որ մենք ամենամարտունակն ենք, իսկ մենք ունենք այդ հնարավորությունը, մենք կարող ենք եւ ամենամարտունակ բանակն ունենալ, որտեվ եւ ամենաոգեղեն բանակը։ Այո, որտեվ մեր զինվորի պես զինվոր աշխարհի վրա գոյություն չունի։ Ես միշտ հպարտացել եմ մեր զինվորներով, ես այդ զինվորի աչքերն եմ միշտ տեսնում, կրակոտ աչքերը, ամենադժվարին իրավիճակում, այն ամենայն պահին, որ սենց մահը կախված է գլխին, մեկ է ինքը այսենցա ու ես համոզված եմ, որ այս ամեն ինչը որ մենք տարիներ շարունակ ասել ենք եւ փառք Աստծո, որ այսօր կատարվում է նույն տրիպը, որի մասին որ անունը տրիպ չէր, բայց Վազգեն Սարգսյանն էր դրա մասին խոսում։ Այ ես նույնքան շնորհակալ եմ, որ դուք այդ մասին ասեցիք, ինձ առիթ տվեցիք վերստին եւս մեկ անգամ այդ մասին խոսելու, որովհետեւ ես հրաշալի հիշում եմ, այդ տեսեք դուք նոր խոսում եք այ զինվորի աչքերից, ես հիշում եմ Վազգեն Սարգսյանի աչքերը, երբ վերադարձել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, մեծ ասուլիս էր տալիս եւ պատմում էր այն ծրագրերի մասին, որոնք իրականացնելու է 3-ից 4 տարում, եւ այդ 3-ից 4 տարում մենք ունենալու ենք որակապես նոր երկիր, եւ որ ամենագլխավորը մենք այն օգնության ծրագրերից անցել ենք զարգացման ծրագրերի եւ ուրվագծում էր այն բոլոր հնարավորությունները, որոնք բացվում են Հայաստանի Հանրապետության առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության աջակցությամբ, իսկ այդ հնարավորություններից առաջինը ես ուզում եմ այն ասել հաղորդակցողիների բացումը, հայ-թուրքական սահմանի բացումը, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Արցախի հարցի լուծումը իհարկե, որ հնարավորություն էր տալիս բոլոր այդ հարցերի թնջուկից դուրս գալ ամենայն դեպս ոչ կորուստներով։ Այո։ Ու հիմա բոլոր նրանք, որ ասում են տրիպը այսպես կլինի, չի լինի, ձեռնտու է, ձեռնտու չի, կապում են այսա Տրամպին մնացել է 2-3 տարի, Տրամպը կգնա ու այս ծրագիրը կմոռացվի, ես ուզում եմ այդ բոլորին ասեմ գնացեք գրողի ծոցը, այս ծրագիրը եղել է այն ժամանակ,
որ այս ծրագիրը իրականանալու է, դուք ուզեք թե չուզեք, ինչքան էլ խանգարեք, ինչքան էլ հակառակվեք, այս ծրագիրը Վազգենի ծրագիրն է, որ իրականանալու է, այնպես ինչպես կաներ Վազգենը, հաստատ։ Տեսար ոնց արեցինք դա։ Հաստատ տենց է։ Հաստատ տենց է։ Այս ծրագիրը Վազգենի ծրագիրն է եւ մենք պարտավոր ենք այս ծրագիրը հասցնենք այն տրամաբանությանը, ինչը որ Վազգենը երազում էր, այն ինչը որ ծրագրավորել էր Վազգենը, ոչ թե միայն երազում էր։ Եվ դրա համար էլ եղավ օկտեմբերի 27։ Գուցե նաև այն ինչի համար Վազգենին ու Դեմիրճյանին Այո, սպանեցին։ հենց դրա համար։ Եվ ուզում եմ մի հարց էլ տալ, չգիտեմ որքան է այդ հարց տալու իրավունքը ունեմ, բայց այնուհետև չտալ չեմ կարող։ Ես շատ լավ հիշում եմ, թե Վազգենը ինչ գուրգուրալից վերաբերմունք ուներ երկրապահների նկատմամբ։ Ես շատ լավ հիշում եմ նրա վերաբերմունքը բոլոր երկրապահների նկատմամբ։ Արդյոք երկրապահ կամավորների միությունը, որ իր հավերժ նախագահ հռչակեց Վազգենին, դեկտեմբերի 2-ի համագումարում իսկ չդավաճանեց Վազգենին։ Դաժան հարց է, գիտեք, իսկապես շատ դաժան հարց է, ես այդ հարցը ինքս ինձ երկար ժամանակ նույնիսկ ինքս ինձ չէի կարողանում տալ, որովհետև միշտ մտածում եմ, որ ես այդ հարցը տալու իրավունք չունեմ, որտեղ այս մարդիկ կռված տղաներ են, այս մարդիկ իրենց արյունով իրենց ճշմարտությունը պաշտպանած տղաներ են, թե իրենք ինչ-որ բան անում են, գուցե իրենք են ճիշտը, բայց հետագա ընթացքը այնուամենայնիվ ինձ բերեց այն համոզման, որ այո, այնքան էլ այնպես չէր, ինչպես իրենք տարան ԵԿՄ-ն, ու ես ուզում եմ նաև, որ դուք պատասխանեք ավելի շատ ոչ թե անցյալին վերաբերող հարցի, այլ պատասխանեք այսօրվա հիմիկվա ԵԿՄ-ն, տեսեք երկրապահ կամավորների միությունը կա, գործում է առ այսօր, մենք ունենք բանակ Փառք Աստծո, մեր բանակի ողնաշարը չի կոտրվել, մենք ունենալու ենք նաև պրոֆեսիոնալ բանակ, բայց չգիտեմ ինչու ինձ բնազդը թե ինչու հուշում է, որ ամենա պրոֆեսիոնալ բանակ ունենալու պարագայում էլ մենք ԵԿՄ ունենալու ենք, այ ԵԿՄ-ի ֆենոմենը, ԵԿՄ-ի այդ, ինչ ասեմ, անհրաժեշտության բանաձևը որն է ձեր գնահատականով։ Նախ են առաջի հարցին ես sense սկզբից անդրադարձա, որ Դուք դարձեցիք ինձ այդ հարցը տալ։ որ շատ մարդիկ, որոնք որ պարտավոր էին սպարապետի գաղափարը շարունակել, սպարապետի գործը շարունակել, գնացին այլ ճանապարհով, բայց գիտեք, ամենակարևորը, որ երկրապահն պահպանվեց, որտեղ երկրապահն Երկիր պահողը։ Այո, որտեղ երկրապահները շարունակեցին պատերազմել, շարունակեցին սահման պահել եւ առ այսօր սահմանների վրա են շատ հատվածներում Հայաստանի սահմանները պահում է երկրապահն, դրանով իսկ թույլ տալով նաեւ որպեսզի բանակը հանգիստ անցնի իր բարեփոխումների փուլը։ Եվ երկրապահների սրտում միշտ սպարապետը կա։ Միշտ կա սպարապետը։ Իմ բոլոր մարտական ընկերները մենք քնում զարթնում ենք, իրար հետ շփվում ենք անընդհատ մեր Վազգենը այս sense կաներ, Վազգենը sense ասեց, այսի sense պիտի վազգենական պիտի լինի։ Եվ երկրապահն շատ կարևոր բան արեց այն ժամանակ, երրորդ համագումարին, որ հայտարարեց Վազգենը, որ պետք է մատաղ սերնդի դաստիարակությամբ էլ զբաղվի երկրապահն։ Պատանի Եվ ստեղծվեց Պատանի երկրապահ։ Եվ առ այսօր գործում է Պատանի երկրապահ ակումբը, եւ շատ հայրենասեր երեխեք ենք մենք դաստիարակում, շատ։ Մեր երեխեքը փայլուն անցած այդ երկրապահական դպրոցը բանակում են առաջի շարքերում են, լավագույնների շարքերում են, եւ Փառք Աստծո, որ այդպես է, եւ քանի երկրապահ կա, սպարապետը կա,
քանի մենք շնչում ենք այդ պատանի երկրապաները անընդհատ ստանալու են, այդ սպարապետի այդ ոգին ստանալու են, այդ տենց է լինելու։ Եվ մեզանից հետո եկածներն էլ, բավականին երիտասարդ սերունդ է հիմա համալրում երկրապան նաև, և պարկասու, որ բանակնել են համալրում, և այդ երիտասարդները էլի ավակ սերնդի հետ շփվելով ստանում են այդ գիտելիքները, փոխանցում պատանիներին, մի ժամանակ այդ եռասերունդ երկրապա կարողացանք ունենալ։ Ավակ սերունդը, երիտասարդ սերունդը, երիտասարդ երկրապա կառույցել ունեինք, հիմա ցավոք սրտի երիտասարդ կառույցը որպես կառույց հիմա չկա, բայց սերունդը գալիս է դեպի երկրապա։ Ինչ ուզում են խոսան, ինչ ուզում են անեն, երկրապան սահմանում կանգնած է, երկրապան այն դժվարին պահին միշտ առաջնագծում է, միշտ զինվորի կողքին է, և երկրապան արժանի է վայելելու էլի հաղթանակները։ Մեր այս երկրի սիրտը պահելն է։ Հա։ Անդրադառնանք 26 ընտրություններին, մինչև հունիսի 7 շատ կարճ ժամանակ է մնացել, ձեր գնահատականով գլխավոր առանցքը այս ընտրությունների, այնուամենայնիվ ո՞րն է լինելու։ Կուսակցությունները տարբեր ծրագրեր, չգիտեմ, թեմաներ են բերում, բայց ինչ է ընտրելու միջին վիճակագրական ընտրողը իր մեծամասնության մեջ, որ հարցին պիտի պատասխանի, ինչու է գնում ընտրության, որ ինչ լինի։ Այստեղ մի խնդիր կա դրած, մի նժարի վրա դրած է Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը և մյուս նժարի վրա Հայաստանի գուբերնիա դառնալը Ռուսաստանի։ Սա է, ուրիշ ոչ մի բան չկա, ինչ ծրագրերը ով ինչ ուզում է ներկայացնի։ Այստեղ էս է, կամ մենք կարողանում ենք պահել մեր անկախությունը, կարողանում ենք հզորացնել, զարգացնել մեր պետությունը ու իրոք դառնանք ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն, կամ գնում ենք ջնջվում ենք պատմության մեջ։ Ես իհարկե ձեզ հետ միլիոն տոկոսով համոզված եմ, բայց փորձեմ բերել նաև գուվերնիսների առարկությունները։ Պարտվել ենք, թույլ ենք, ինքնուրույն ոչինչ վճռել չենք կարող, մեզ պետք է տեր։ Ոչ, մեզ տեր պետք չի, այդ մտածելակերպն է հենց տանում դեպի այդ վասալություն։ Մեզ տեր պետք չի, մենք պիտի դադարենք տերման գալը, մեզ գործընկերներ են պետք, մեզ լավ բարեկամներ են պետք, մեզ համագործակցություն է պետք, դաշնակից է պետք, այո, և դաշնակից զարգացած հզոր արևմուտքից։ Ես բան չունեմ ասելու, թող Ռուսաստանը վաղը դառնա ժողովրդավար պետություն, թող Ռուսաստանը կրի այդ արժեքները, իհարկե Ռուսաստանի հետ կհամագործակցենք, իհարկե ամեն ինչ էլ կանենք, բայց Ռուսաստանը ցույց տվեց այս տարիների ընթացքում, էլ չեմ ասում են նախկինում հարյուրամյակներ առաջ, բայց այս վերջի տարիներին մենք տեսանք Ռուսաստանը։ Մենք հիմա տեսնում ենք Ռուսաստանը Ուկրաինայի պատերազմում, ինչի մասին է խոսքը, ինչ հզոր տիրոջ մասին է խոսքը, ովքեր որ տեր են ման գալի, թող գնան այդ տիրոջ մոտ, ինչ գործ ունեն ստեղ, սա անկախ ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը և այդպիսին լինելու է, որտև այտենց պետություն մեզ թողել է Վազգենը, և մենք պարտավոր ենք ու տենց էլ լինելու է, մենք հաղթելու ենք միանշանակ այս ընտրություններում, մենք ասելով այս նժարը հաղթելու է, ինքնիշխան, ժողովրդավար, հզոր Հայաստանը։ Դուք արդեն 3-րդ տարին Մալազիա Սեբաստիան վարչական շրջանի ղեկավարն եք։ Երևան ձեր մասում ինչ փոխվեց 3 տարում։ Ինձ դժվար է որպես ղեկավար ասել, գլուխ գովալ։ Խնդրում եմ գովեք ձեր գլուխը։ Բայց բավականին բան փոխվել է։ Ամենակարևորը մթնոլորտն է փոխվել։ Դեք
Պես այ թող գլուխ գովար չլինի, բայց Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմը իր ղեկավարով իրոք վայելում է բնակչության սերն ու հարգանքը, որտեվ նույն կերպ էլ մենք ենք վերաբերվում բնակչությանը։ Մենք փոխադարձ այդ հարաբերությունը ստեղծել ենք այդ եւ այդպես է, մեր դռները միշտ բաց, մենք անընդհատ շփվում ենք, ցանկացած քաղաքացի գալիս է, եթե ցանկություն ունի ինձ հանդիպելու, ոչ ժամ կա այն, որ գրած է 2-ից Ընդունելության ժամերը եւ օրերը, չկա տենց բան, չկա ընդունելության ժամ։ Ինձ համացանցով էլ անընդհատ գրում են, զանգում են բնակիչները, խնդիրները ուղիղ ինձ են ասում։ Եվ դա բերել է հենց այդ հարաբերություն, ամենակարևոր բանն է դա, այդ հարաբերություն։ Մենք Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանը դառել ենք մի հատ մեծ ընտանիք։ Փառք Աստծո, որ կարողացանք եւ դա մեր աշխատակազմը, մեր թիմը, փառք Աստծո, որ կարողացանք դա անել։ Դե ինչ որ վերաբերվում է կոնկրետ գործերին, ու մոտավորապես 50-ից ավել բակ ենք այս ժամանակահատվածում վերանորոգել, բավականին բակեր բարեկարգել ենք։ Կոյուղագծերից սկսած։ Այսինքն Երևանի ավանդական չլուծված խնդիրները։ Ես այս Ու հավերժական խնդիրները։ Ու գիտեք, ամենակարևորը, որ մենք քաղաքապետի հետ կարողանում ենք նորմալ աշխատել։ Դա շատ կարևոր է, որտեղ ինչ որ խնդիր է լինում, ես ուղիղ ներկայացնում եմ քաղաքապետին եւ վարկանական մենք լուծումը գտնում ենք։ Դա շատ կարևոր է։ Դա ես կոմֆորտ զգում։ Համ քաղաքապետի հետ, համ քաղաքապետարանի հետ, համ ժողովրդի հետ կոմֆորտ ես զգում, այո։ Եվ բացի այդ կոմունալի աշխատանքներից մենք բավականին աշխատանքներ տարել ենք մշակույթի ոլորտում։ Իսպառ վերացրել ենք այն Չ կլասի միջոցառումները, բանը, հիմա ամեն ինչը, դե ես որպես զինվորական ամեն ինչը ռազմահայրենասիրական ոգով է Մալաթիա Սեբաստիայում։ Ну, մի քիչ չափազանցնում եմ ռազմահայրենասիրական, բայց հայրենասիրական, հայրենատիրական։ Տենց է գնում ամեն ինչը։ Եվ կրթության ոլորտում ես անընդհատ դպրոցներում եմ, անընդհատ շփվում եմ, ես աշակերտների հետ անընդհատ բաց դասեր եմ անցկացնում, ու դա շատ կարևոր է։ Համացանցում դուք շատ ակտիվ եք։ Դա։ Ես նույնիսկ մանկապարտեզներում, գիտեք, այդ երեխեքի հետ շփվելը, իրենք ահագին բան են սովորեցնում։ Ահագին բան են սովորեցնում։ Իրենք են, ես օրինակ պատկերացնում եի առաջ, որ մանկապարտեզի երեխա պստո ինչ պիտի բան։ Այնց լուրջ բաներ են խոսում։ Այն սկզբի ժամանակ որ գնում է, ինձ թվում էր ինչ որ սովորեցրել են, որ այդ երեխան ինչ որ բան է խոսում, բան է ասում քեզ, կարևոր բան է ասում։ Բայց հետո հասկացա, որ չէ, այս երեխեքը այդ սերունդն է, որ ինքը մտածում է քո այդ բան Չի սպասում որ սովորեցնեն։ Հա, շատ հետաքրքիր է, ես իրենցից էլ եմ սովորում։ Դպրոցի երեխեքից եմ շատ բան վերցնում։ Այսօր դպրոցում հանդիպում ունենք Թումանյանական միջոցառում էր Թումանյանի ծննդյան օրվան եւ գիրք նվիրելու կապակցությամբ եւ ես այնտեղ ասեցի, անոնսն արեցի, որ ես որոշել եմ ուսանողական խորհուրդ, հասարակական հիմունքներով ուսանողական խորհուրդ, աշակերտական ուսանողական խորհուրդ ստեղծեմ վարչական շրջանի ղեկավարի կից, որտեվ ինձ պետք է իրանց այս նոր մտածելակերպը շատ կարևոր է, որպեսզի մենք հետ չընկնենք։ Հետաքրքիր էր։ Հա։ Մի խոսքով ես սիրում եմ այդ աշխատանքը։ Մի խոսքով վարչական շրջանի աշխատանքների մասին խոսալիս ձեր դեմքին վերջապես ժպիտ հայտնվեց։ Ես հասկացա, որ դա կատարված աշխատանքից ստացած բավականության ժպիտներ դերևս։ Այո։ Ինչի համար ես ձեզ շնորհակալ եմ։
Բայց եկեք նոմնանիվ ավարտենք, սկսել ենք Վազգենով ու ավարտենք Վազգենով։ Մտածեք այս երկրի մասին, Վազգենի վերջին հուզական խոսքի դերևս քվինտեսենցիան։ Մենք մտածեցինք այս երկրի մասին, թե չմտածեցինք։ Ու եթե մտածեցինք, մենք ինչ մտածեցինք։ Մենք մտածեցինք։ Մենք մտածում ենք այս երկրի մասին եւ նաեւ քայլեր ենք ձեռնարկում եւ հենց հանրապետություն կուսակցությունը կոնկրետ մեր այս ամբողջ տարիների անցած ուղին հենց դա է, որ մենք մտածում ենք այս երկրի մասին։ Արամ Սարգսյանի գաղափարները փառքասու, որ այսօր կամաց իրագործվում են։ Վազգենի գաղափարները, Արամի գաղափարները։ Եվ այո, մենք գալու է մի օր, որ մենք կանգնելու ենք սպարապետի առջև եւ մենք պիտի կարողանանք բաց Գլուխներս ենք այո, ուղիղ նայենք ու ասենք, որ մենք մտածեցինք այս երկրի մասին ու մենք արեցինք։ Ինչքան դժվարություններ ասես անցել ենք։ Դեռ էլի անցնելու ենք, բայց նախ ես անվերապահորեն հավատում եմ Արամին Սարգսյան, անվերապահորեն։ Ես նվիրված եմ Հանրապետություն կուսակցությանը, որտեղ ես եմ այդ կուսակցությունը։ Էլուր։ Եվ ես գիտեմ, որ Արամը հաղթելու է։ Ես գիտեմ, որ հաղթելու է։ Որտեվ Արամի հաղթելով Վազգենն է վերադառնալու։ Ու պետությունն է հաղթել։ Ու պետությունն է հաղթելու, այո։ Անցնենք բլիցի։ Անցնենք։ Ով եք դուքս ձեզ։ Ես խելար մարդ, երաժիշտ, ազատամարտիկ, հիմա էլ Պետական ծառայող։ պետական ծառայող, բայց հասարակ մարդ, հայ, Հայ մարդ։ այո։ Ինչ կհարցնեիք, եթե հանդիպեիք նույն աղապետին։ Հումորով ասեմ էլի, այդքան անասունում էր պետք որ բերեսիր։ Հայաստանի 3 անհետաձգելի խնդիրները ձեր գնահատականով։ Նախ առաջի հերթին իհարկե բանակի զարգացումը, բանակի հզորը։ Անվտանգություն։ Այո։ Այսինքն անվտանգությունը, որից բխում է նաև բաղադրիչ մասը կարևորագույն դա տնտեսության զարգացումն է, որի բաղադրիչ մասը առաջի հերթին ամենակարևորը դա արդյունաբերությունն է։ Էլ ինչ ասեմ։ Եվ կրթություն։ Եվ կրթությունը, այո, իհարկե կրթությունը։ Որի մասին բազմիցս խոսում էիք։ Այո։ Ինչից եք ամենից շատ վախենում։ Վախենում եմ չհասկացված լինելուց։ Ինչը երբեք եւ ոչ մեկին չէիք ների։ Դավաճանությունը իր բոլոր ճյուղավորումներով դավաճանությունը։ Ձեր ամենասիրած երգը։ Ախպերս ու ես։ Ուրիշ պատասխան չէի սպասում։ Ձեր հարցը ինձ։ Ասեմ, ես այդ հարցը մտածելով էի գալի, ես այդ հարցը կարող եմ մենակ ձեզ տալ։ Հեշտ է ապրել Վազգենը սրտում, բայց առանց Վազգեն։ Հա։ Որովհետև երբ սրտումդ կամ իր ասածով սրտով մտածելով դու ես երկիրն ընկալում ես այնպես ինչպես ընկալում էր ու փորձում էր փոխել ինքը, քեզ համար արդեն եթեներ չեն մնում, որոշումների ընդունման հնարավորություն չկա, այդ որոշումը վաղուց ընդունված է, վաղուց հաստատված է, ձևերն էլ կան, մնում է միայն կատարելը,
Եվ այդ ճանապարհին մնում է միայն, որ ինքդ քեզ չդավաճանես, այսքան ազգին ինչ դավաճանես, ուրիշ տարբերակ չկա։ Այո, ես այդ հարցը ինձ էլ էի տալի, էլ։ Եվ պատասխանը նույնն է։ Եվ քանի որ այսօր գիրք նվիրելու օրն էր, եւ քանի որ դուք այդ մասին իշատակեցիք, ես ձեզ նվիրելու եմ սքանչելի գիրք։ Սա մեր երկիրն է։ Այո, այո։ Եվ ես ուզում եմ անպայման, որ այս գրքի երկրորդ մասն էլ լինի, որովհետև սա իսկապես մեր երկիրն է ու սա այն երկիրն է, որ մենք պիտի ունենանք։ Այո։ Սիրելի ունկնդիրներ, հատմանկետում, ինչպես համոզվեցիք, այսօր մեր բոլորիս երկիրն էր։ Այսինքն հատմանկետում այսօր դուք էիք։ Հատմանկետում այսօր այն ապագան էր, որի համար մենք ընդհանրապես որևէ ընտրության առաջ կանգ չենք առնելու, որովհետև մեզ համար ինքնիշխանությունը եղել եւ մնում է անսակարկ արժեք։ Մտածեք այս երկրի մասին։ Բարին ընդ ձեզ։